Եվ Աստծո խոսքը հետևյալն է. ահա ես նոր բան եմ անում, որ հիմա կհայտնվի։ Միթե դուք չեք իմանա այդ։ Ես ճանապարհ կբացեմ ամայի տեղում եւ գետեր անապատում։ Ահա ես նոր բան եմ անում։ Այսօր ուզում եմ խոսենք այս բառի մասին, ահա։ Հայերեն թարգմանության մեջ ահա բառն է, անգլերեն թարգմանության մեջ see, տես, ես նոր բան եմ անում։ Ուզում այս բառի մասին այսօր մի փոքր խորհենք եւ մտածենք։ Աստված միշտ ինչ-որ բան անում է։ Եվ Աստված ինչ-որ բաներ անում է, միշտ տարբեր բաներ է անում։ Հազվադեպ է, որ նա նմանատիպ բաներ անի։ Օրինակի համար նմանատիպ 5000-ին եւ 4000-ին կերակրելն է, նմանատիպ էր։ Բայց գրեթե բոլոր իր հրաշքները կարող էին տարբեր լինել։ Եվ բոլոր իր գործերը կարող էին տարբեր լինել։ Աստված շատ հետաքրքիր եւ շատ տարբեր կերպերով գործում է։ Դրա համար ասում է՝ նայիր, ուշադիր նայիր, թե ես ինչ եմ անում։ Հարցը այն չէ, որ ես ինչ-որ բան անում եմ, թե չէ։ Հարցը այն է՝ դու տեսնում ես, թե ոչ։ Նայիր, ինչ եմ անում ես։ Եվ նոր կտակարանում ունենք այլ խոսքեր, որ ասում է լսիր։ Նա որ ականջ ունի, թող լսի, թե ես ինչ եմ անում։ Նա որ ուշադրություն կարող է տալ ինձ, նա կհասկանա ինձ։ Նա որ կարող է իր ուշադրությունը, իր ուշքը ուղղել դեպի ինձ, նա կարող է հասկանալ ինձ։ Նայիր, ես նոր բան եմ անում։ Աստված միշտ ինչ-որ բաներ անում է մեր կյանքի մեջ, եւ անմիջապես սա վերևի խոսքը 18-րդ համարն է, ուրեմն Եսայա մարգարեություն 43:19-ն եմ ես կարդացել, այս համարը լավ հիշեք, եթե կարող եք անգիր արեք սիրելի երիտասարդներ։ Եսայա 43:19 հզոր խոսք է եւ մեր եկեղեցու համար է այս խոսքը այս ժամանակաշրջանում։ Ահա նոր բան եմ անում, որ հիմա կհայտնվի։ Միթե դուք չեք իմանա այդ։ Ես ճանապարհ կբացեմ ամայի տեղում եւ գետեր անապատում։ Տիրոջ խոսքը սա է. Նայիր, ես նոր բան եմ անում։ Անմիջապես 18-րդ խոսքը այս խոսքն է. նախկին բաները մի հիշեք եւ հին բաները մի մտածեք։ Տեր ասում է նայիր, նոր բան եմ անում, բայց երբեմն մարդը նայում է հետ։ Նա նայում է, նա ինչ-որ բանի նայում է, նա ինչ-որ ուղղություն նայում է, ինչ-որ ուշադրություն սևեռում է, ինչ-որ ուղղությամբ, բայց սևեռում է դեպի հետ։ Նայիր, Աստված ասում է, ես նոր բան եմ անում, բայց դու նայում ես հին բաներին։ Նայիր, ես ինչ-որ ուրիշ բան եմ անում, բայց դու նայում ես նույն բաներին։ Նայիր, ես ինչ-որ բան եմ անում քո կյանքի մեջ, բայց դու միշտ հիշում ես հին բաները։ Հին բաները, նախկին բաները Տերը ասում է՝ մի հիշիր։ Եվ գիտեք, վերևի համարի մեջ Տերը խոսել էր արդեն ասելով, որ ես ծովը բացող Աստվածն եմ, ծովի մեջ ճանապարհ հարթող Աստվածն եմ, եւ ինքը նույն այդ հրաշագործ Աստվածը, որ հրաշքներ էր արել Մովսեսի եւ Իսրայելի համար, ասում է՝ մի հիշիր դա։ Մի հիշիր դա, ես ինչ որ արել եմ, այդ զորությունը, մի հիշիր քո առաջվա ուժեղ կողմերը, քո առաջվա ուժեղ գործերը, քո բոլոր բաները, որ դու արել ես, մի հիշիր դրանք։ Ես նոր բան եմ անելու։ Մի հենվիր դրանց վրա։ Հետևաբար նաև մի հենվիր քո հին տկարությունների, թերությունների, անհաջողությունների, մեղքերի, մի հիշիր դրանք։ Մի նայիր դրանք, ես նոր բան եմ անում։ Նայիր, բայց սխալ ուղղությամբ մի նայիր։ Նայիր նոր բանին, ակնկալիքով նայիր, բայց մի նայիր ետ։ Մի նայիր, անցյալում ինչ որ եղել է, ես նոր բան եմ անում, կարող ենք ամեն ասել։ Ես ուզում եմ նոր բան անել քո կյանքում, բայց ուշադիր եղիր։ Բաց չթողնես, ուշադիր եղիր, ես ինչ եմ անում, ուշադիր եղիր, որպեսզի տեսնես այն ինչ որ ես ուզում եմ անել։ Մի նայիր ետ։ Մի նայիր անցյալը, ոչ հաջողությունը, ոչ անհաջողությունը։ Մի նայիր այն, ինչը որ կարող է անգամ քեզ ցավեցնել։ Մի նայիր այն, ինչը որ այսօր խոսում է սատանան, ասելով որ դու անցյալում այսպես եւ այնպես։ Մի նայիր։ Մի նայիր անցյալը, մի թույլ տուր անցյալը, որ իշխի այսօր բան որ չտեսնես, մի թույլ տուր անցյալը, որ կուրացնի քեզ այսօր։ Նայիր, բայց ախր էսպես է եղել, բայց ախր սենց են արել, բայց ախր էսպես են ասել, ախր անարդար են եղել, ախր էսպես եւ այնպես։ Թող ամենը։ Նայիր ինձ։ Նայիր, ես ուզում եմ նոր բան անել։ Որքան դու կփորձես նայել իդ, այնքան դու բաց կթողնես այսօրվա իմ անելիքը քո կյանքի համար։ Որքան դու կնայես իդ այն ինչը որ անհաջող էր, այսօրվա հաջողությունը քո ձեռքից բաց կթողնես։ Նայիր, ես նոր բան եմ անում։ Նոր բան ուզում ես լինի քո կյանքի մեջ։ Կան մարդիկ, որ ուզում են նոր բան լինի իրենց կյանքի մեջ, Աստծո կողմից։ Ուրեմն նայիր ուշադրությամբ։ Ես նոր բան եմ ուզում, եւ մի նայիր հինը, մի նայիր անցյալը։ Նայում ենք երբեմն, բայց նայում ենք սխալ կողմ։ Հետ չենք նայում, բայց սխալ կողմ ենք նայում, սխալ ուղղությամբ ենք նայում։ Տեր Հիսուսը երբ որ
38 տարվա անդամալույցին տեսավ եւ խոսում են հետ, ասեց ուզում ես բժշկվել։ Տեր Հիսուսը նրան ուղղակի հարց է տալի, ուզում ես բժշկվես թե չէ։ Պատասխան պետք է լինի այո կամ ոչ։ Դե բնականաբար ճիշտ պատասխանը այոն է։ Ով կա, ասենք 38 տարվա անդամալույցը ո՞ց կարող է չուզենա բժշկվել։ Բայց ինքը սխալ տեղ նայեց։ Ինքը նայեց ուրիշ ուղղությամբ։ Ես չունեմ ոչ մեկին։ Դեր չի ասում դու ունես որևէ մեկին թե չէ դու ուզում ես բժշկվես այս կերպով թե այն կերպով։ Հարցնում եմ քեզ ուզում ես բժշկվես։ Նա սխալ ուղղությամբ նայեց, նա նայեց իր հիվանդությանը, նա նայեց իր կարողությանը, նա նայեց որ ոչ մեկին չունի, նա նայեց որ ամեն մեկը իրանից առաջ են վազում, Տերը ուրիշ բաներ հարցնում նրան։ Ուզում ես բժշկվես։ Ես քեզ ուրիշ բան եմ հարցնում։ Մի նայիր քո տկարությանը, մի նայիր սխալ ուղղությամբ, մի նայիր։ Տեր Հիսուս Քրիստոսը երբ որ հարություն առավ, մենք մեկ շաբաթ հետո, երկու շաբաթ հետո տոնելու ենք հարության տոնը, երբ որ հարություն էր առել, այգու մեջ հանդիպեց Մարիամին։ Տեր Հիսուս Քրիստոսը այնքան կարևորեց այդ պահը, նա հանդիպեց Մարիամին։ Մարիամը նա ողբում էր, նա լաց էր լինում, որտեղ կարծում էր, որ գողացել են Հիսուսի մարմինը, եւ Տեր Հիսուսը նա հանդիպեց Մարիամին։ Հովանու ավետարան 20-րդ գլխի մեջ է գրված։ Մարիամը փնտրում էր Հիսուսին, գերեզմանոցում, սխալ տեղ էր փնտրում։ Մարիամը փնտրում էր Հիսուսին եւ ողբում էր, որ նա մարմինը վերցրել են, սխալ միտք ուներ նա։ Տեր Հիսուս Քրիստոս ասել էր, որ ես հարություն եմ առնելու եւ հանդիպելու եմ եղբայրներին Գալիլեայում։ Տեր Հիսուսը խոսել էր իր հարության մասին, սխալ տեղ եւ սխալ կերպով փնտրում էր Մարիամը։ Եվ երբ որ Տեր Հիսուսը Քրիստոսը հանդիպեց նրան, նա սխալ չէր նայում Հիսուսին, նա ճիշտ ուղղությամբ չէր նայում, նա գլուխը ներքև պարզած, ուղղակի լաց էր լինում եւ ասում էր. «Եթե դու ես կարծելով որ այգեպանն է իր հետ խոսում, եթե դու ես վերցրել իմ Տիրոջ մարմինը, վերադարձրու»։ Եվ երբ որ Հիսուսը նրան անունով կանչեց Մարիամ, նա բարձրացրեց իր հայացք, իր գլուխը վերև եւ տեսավ. Ուսուցիչ, Ռաբունի։ Շատ դեպքերում մենք նայում ենք սխալ ուղղությամբ։ Տեր ասում են նայիր, տես, ես նոր բան եմ անում։ Ես ասում եմ, այո Տեր, նայում եմ Տեր, ես պետքա վրազեմ, որ հանկարծ շուշանամ։ Տեր, ես նայում եմ, այո ես հիվանդություն ունեմ եւ տկարություն եմ, ես չեմ կարող նրապես։ Այո Տեր, նայում եմ, ես այդքան կրթություն չունեմ, որ կարողանամ նրապես խոսեմ։ Այո Տեր, նայում եմ, բայց ես այդքան գումար չունեմ, որ նայիր։ Ես նոր բան եմ ուզում անել քո կյանքի մեջ։ Մի նայիր քո տկարությանը, քո սահմանափակությանը, մի նայիր քո տարիքին, մի նայիր քո սերին, մի նայիր որևէ կարողությանը եւ որևէ բանին։ Նայիր ինձ, ես նոր բան եմ ուզում անել քո կյանքի մեջ։ Նայիր ինձ։ Ես այն անձն եմ եւ այն Աստվածը, որ կարող եմ ծովը բաժանել երկու մասի եւ ճանապարհ հարթել ծովի մեջտեղով, որպես իմ ժողովուրդ անցնի։ Ինձ մի ասա քո կարողությունն ու անկարողությունը, ինձ մի ասա քո հայացքներն ու մտածելակերպերը, նայիր ինձ, ես քեզ ասում եմ, նայիր։ Եվ մի նայիր սխալ ուղղությամբ, սխալ կողմը, նայիր ինձ, փնտրիր ինձ, փնտրիր ճիշտ կերպով, փնտրիր ճիշտ վայրում, փնտրիր ճիշտ ձևով, նայիր ինձ եւ հույսը թող լինի իմ վրա եւ ոչ թե քո եւ այլ մարդկանց սխալ ուղղությամբ, մի նայիր։ Նայիր, ես նոր բան եմ անում։ Շատ դեպքերում մենք նայում ենք մեր սահմանափակություններին եւ մեր կարողություններին։ Ես կարծում էի, այսպես էի մտածում, իմ կարծիքը, իմ տեսակետը։ Նեման ասորին ասեց, ես կարծում էի, որ պետք է Եղիսեն դուրս գա, Մարգարեն դուրս գա եւ իր ձեռքը դնի իմ վերքերի վրա եւ ես բժշկվեմ։ Շատ էլ որ կարծում ես, այդ քո կարծիքն է։ Հա։ Ես կարծում էի, որ Աստված այսպես կամ այնպես պետք է անի։ Հիշում եմ շատ տարիներ առաջ հանել էի դուրս էի գրել բառակապակցությունը եւ այդպիսի պատգամ պատրաստեցի մեր տարածքում էի տվել այդ պատգամը, ես կարծում էի։ Մի քանի այսպիսի դրվագներ կամ պատմություններ կան Սուրբ գրքում, որ մարդիկ կարծում էին եւ Աստված իրենց կարծիքին լրիվ հակառակը արեց։ Չէ՞ Արման ջան։ Արման օրինակի համար կարծում էր, որ ինքը հիմա պետք է լինի ոչ Հայաստանում։ Այդպես է թե չէ։ Բայց ինքը կարծում էր, բայց Թրամփ հոպարը եկավ եւ ինչ որ բաներ փոխվեցին։ Չպետք է ասեի, հա, թե ասացի արդեն։ Ինչ որ բաներ մենք կարծում ենք։ Մենք կարծում ենք, որ օրինակի համար ես կարծում էի, որ ինչ որ 2017 թվականին ինչ որ մի ժամանակահատված պետք է լինեի Լոս Անջելեսում եւ զանգել էի նամակ էի գրել հորաքրոջս աղջկան ամուսնուն ասելով որ մի քանի ժամ այրեպորտում եմ լինելու խնդրում եմ ինձ վերցեք թռանք ինքնաթիռը թռավ 1 ժամ հետո հայտարարեց որ ետ ենք վերադառնում
Չենք կարող, տեխնիկական խնդիր ունի ինքնաթիռը, ետ ենք վերադառնում։ Վերջ, ես կարծում եմ, որ այդ մի քանի ժամ հետո լինելու եմ Լոս Անջելեսում, այդ դու ես կարծում։ Եվ դու անմիջապես հասկացա, եթե տեխնիկական խնդիր ունի եւ 1 ժամ արդեն թռել ենք եւ օվկիանոսի վրա ենք, կարող է տեղ չհասնի ինքնաթիռը։ Որտեւ տեխնիկական խնդիր ունի։ Այստեղ հասանք Փառք Աստծո։ Հետո էլ Հայաստան հասանք։ Մենք կարծում ենք շատ բաներ։ Մենք կարծում ենք, որ ամեն բան լավ կլինի, մենք կարծում ենք, որ մեր կյանքը շատ երկար ալինել, մենք կարծում ենք, որ այս աշխատանքը, մենք կարծում ենք այս աշխատավարձը, մենք կարծում ենք այս կրթությունը, մենք կարծում ենք այս մարդը, մենք կարծում ենք ինչ-որ բաներ։ Իսկ Աստված ասում է. նայիր ինձ։ Քո կարծիքների վրա մի հենվիր, քո տեսակետների վրա մի հենվիր, քո տեսածների վրա մի հենվիր, սխալ ուղղությամբ մի նայիր ինձ։ Մի նայիր քո կարողությանը եւ քո սահմանափակումներին, նայիր ինձ։ Աստված կարող է ավելին անել, քան մենք մտածում ենք եւ խորհում ենք եւ անգամ աղոթում եւ խնդրում ենք։ Որքան ես համարի շուրջ խորհում եմ եւ հիշում եմ Տիգրան աղբոր վկայությունը, որ իր աշխատանքի մասին պատմում էր։ Սրանից առաջվա աշխատանքը եւ նաեւ այս աշխատանքը, որ Աստված հրաշալի կերպով աշխատանքի, օրհնյալ աշխատանքից մեկ ուրիշ աշխատանքից այսօրվա աշխատանքը եւ Աստված հետարքիր կերպով օրհնում է, անգամ չես էլ կարող պատկերացնել, չես էլ կարող խորհել, չես էլ կարող մտածել, անգամ խնդրում ես քո սահմանափակումների մեջ, բայց Աստված ավելին է անում, քան մեր հասկացողությունն է։ Մի նայիր քո տեսակետին, մի նայիր։ Երբ որ մենք նայում ենք մեր սահմանափակումներին, երբ որ նայում ենք մեր տեսակետին, մենք պահանջում ենք դիմացինից, պահանջում ենք մարդուց, պահանջում ենք կողքինից, պահանջում ենք կնոջից, պահանջում ենք ամուսնուց, պահանջում ենք ընկերոջից, պահանջում ենք եղբորից եւ քրոջից։ Այսպես պետք է լինես։ Ինչու՞, որտեվ այսպես ճիշտ է, ես այսպես եմ, բախր մենք մտերիմներ ենք, այսպես պետք է լինի։ Դա մեր կարծիքն է։ Թող նայիր Աստծուն։ Ես նոր բան եմ ուզում անել քո կյանքի մեջ։ Եվ ես կարող եմ դա անել։ Եվ վերջապես նայիր Աստծո աչքերով։ Ինչպիսին է ինքը, իր էությունը, իր մտածելակերպը, իր հայացքները, իր կամեցողությունը։ Այս մարդը չի կամենում ինձ շատ լավ, ես չեմ կարող լավ, հնարավորություն չկա, երկիրը, մյուսը, ով մեղավոր լինի, չլինի, երկրի ղեկավարը հաստատ մեղավոր է։ Մի նայիր ոչ մի բան եւ ոչ մեկին, նայիր Աստծուն։ Եվ Աստծո տեսակետը այսպեսին է, Երեմիա մարգարեություն 29:11, որովհետեւ ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, բարօրության խորհուրդներ եւ ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ տամ ապագան եւ հույսը։ Կարող ես մի հատ լավ ամեն ասես քո համար այս խոսքերին։ Քեզ տամ ապագան եւ հույսը։ Ապագա եւ հույս։ Ես Աստվածն եմ եւ երկինքն ու երկիր արարող Աստվածն եմ, ես քո Աստվածն եմ, ես քեզ սիրող Աստվածն եմ, ես կյանք տվող Աստվածն եմ։ Մարդը կարող է շատ պլաններ եւ շատ ծրագրեր ունենա, բայց կյանք տվողը եւ կյանք օրհնողը միայն ու միայն Աստված է։ Եվ Աստված ասում է. իմ տեսակետը, իմ հասկացողությունը, իմ կամեցողությունը, իմ ցանկությունը քո համար սա է՝ բարին, հույսը, ապագան։ Սա եմ ես ուզում քո համար։ Դու կարող ես խաչ քաշես քո վրա, ասես, որ այլևս վերջ։ Հոգնել եմ, տանջվել եմ, չգիտեմ, հույս չկա, հնարավոր չէ, այսպես չեմ կարող։ Դե ինչ անեմ, չեմ կարող։ Մասնագիտությունս այսպեսին է, բայց իմ առողջությունս չի բավականացնում, որպեսզի կարողանամ իմ մասնագիտությամբ ես աշխատեմ։ Հնարավոր չի։ Մինչև այսինչ պահը, մինչև իմ հիվանդությունը, եւ հիվանդությունից հետո կյանքս կտրականապես փոխվել է, հնարավոր չի, չեմ կարող։ Իսկ Աստված ասում է նայիր ինձ։ Ինչ եմ ասում ես քեզ։ Ես եմ ապագա տվողը։ Ես եմ այն անձը, որ հույս կարող եմ տալ։ Սատանան, դժոխքս, մարդը, աշխարհը փչացած, բերում է անհուսություն, բերում է վախ, բերում է տագնապ, բերում է ամոթ, բերում է ամեն բան, որ հեռացնի Աստծուց եւ աստվածային ծրագրից մարդուց։ Բայց Աստված ասում է. ես եմ ապագան տվողը։ Ես եմ հույս տվողը, ես եմ բարօրություն տվողը, ես եմ օրհնողը։ Նայիր ինձ եւ տես իմ տեսակետը, իմ հայացքը, իմ հասկացողությունը, իմ բնությունը, իմ էությունը, ինչ է ասում քո կյանքի համար, եւ ոչ թե նայիր իրավիճակներին, նայիր ինձ։ Երեկվա Սուրեն եղբոր ամբողջ կյանքի վկայությունը հենց դա էր ցույց տալի։ Նա պատմեց իր կյանքը, տարիների տասնամյակների կյանքը, այսպես նայում ենք, հա ինչ լավ է, ուրախանում ենք, չգիտեմ, տխրում ենք, լաց ենք լինում, ուրախանում ենք, բայց այդ մարդը ապրել էր այդ կյանքը տասնամյակներ։ Պատկերացնում ես դու հասնես գագաթնակետին, ունենաս այնքան փող, որ առանց մտածելու մտնես սալոն եւ մեքենա գնես, այդքան գումար ունենաս դու, այսինքն դրանով չի սահմանափակվում քո գումարը։ Թանկարժեք մեքենա գնես, թանկարժեք մեքենա։ Եվ դու հասել ես դրան ու չես մտածում
ապագայի համար, որտեղ տուն ունես, մեքենան առնում ես, ամեն ինչ, մի քանի մեքենաներ, ոչ մի խնդրեմ չունես, որտեղ ինչքան էլ գումարներ ունես, եւ հանկարծ միանգամից ամենը կորցնես։ Ու լրի միանգամից բոլորը կորցնես։ Ու կորցնես նաեւ քո վերջին բնակարանը։ Ում նայես։ Ինչին նայես։ Մեղքին ձեռքդ երկարացնես։ Քո մարմնին, քո կարողությանը, բարեկամությանը, ինչին Աստված ասում է նայիր ինձ եւ տես։ Ես եմ տվողը ապագան։ Ես եմ տվողը հույսը, այսինքն իրագործողը, կյանքը, իրագործողը, օրհնությունը ես եմ։ Ես եմ։ Եվ ես կամենում եմ քեզ համար բարօրություն։ Խորհուրդները իմ խորհուրդները քեզ համար ես գիտեմ, որ խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, բարօրություն, բարիք է եւ ոչ թե չարիք։ Իմ խորհուրդը քո համար բարիք է, նայիր ինձ։ Նայիր ես նոր բան եմ անելու քո կյանքի մեջ եւ իմ խորհուրդը քո կյանքի համար բարիք է։ Տերը քեզ չի բերել այսքան հեռու, որ քեզ թողնի եւ լքի։ Տերը քեզ չի հասցրել այստեղ, որպեսզի նա քեզ դավաճանի եւ թողնի։ Այդպիսին չի Աստված։ Մարդը այդպիսին է, բայց Աստված չէ։ Յուրաքանչյուրս կարող ենք մեր հույսերը, ես կարող եմ քո հույսերը չբավարարել, դու կարող ես իմ հույսերը չբավարարել, իմ սպասումները, բայց Աստված այդպիսին չէ։ Նա Աստված է, նա հավատարիմ է։ Եթե անգամ դու ասում ես հավատարիմ չլինես, ես քեզ հավատարիմ կմնամ։ Ես չեմ կարող քեզ անհավատարիմ լինել։ Դու ընտրեցիր այդ ճանապարհը, բայց ես շարունակում եմ հավատարիմ մնալով քեզ խրատել, քեզ կանչել, քեզ խորհուրդ տալ, քեզ ուղղորդել։ Նայիր ինձ եւ մի նայիր քո վախերին ապագայի հետ կապված։ Ես եմ տվող օրհնությունը եւ կյանքը եւ իմ ծրագրերը քեզ համար բարիք է։ Երբ որ ինչ-որ չարիք, ինչ-որ մի բան, ինչ-որ մի վատ բան տեղի ունենում, Աստված կարող է դա բարիին փոխարինել, բայց շատ ժամանակ մենք ասում ենք, դե երևի Աստծո կամքն է սա, ասա ոչ։ Աստծո կամքը այդ չարիքը չէր ինձ համար։ Չգիտեմ ինչու սա եկավ, կամ էլ գիտես ինչու եկավ այդ դա քո կյանքի մեջ, բայց դավանիր եւ ասա եւ հավատա, Տիրոջ ծրագիր իմ համար բարիք է, օրհնություն է եւ կյանք է։ Ինչի համար է եկել այդ չարիքը, ինչի համար է եկել այդ դժվարությունը, ինչի համար է եկել այդ ինչ որ մի բան, չգիտեմ, բայց գիտեմ մի բան, իմ Աստծո էությունը եւ նրա ծրագիրը իմ կյանքի համար բարիք է։ Ամբողջ կյանքում կարող ես տառապել եւ տանջվել ասելով, ինչու այս հիվանդությունը ես ունեցա, ինչու այս դժվարությունը ունեցա, ինչու երիտասարդությանս հասակում այս մեղքը գործեցի, ինչու ես ինչ բան է այնպես կամ այնպես չստացվեց, ինչու իմ բնավորությունը այսպեսին կամ եւ ամբողջ կյանքում դոփալով նույն տեղում ինչ որ բան քեզ հետ պահի նայելու Աստծո ծրագրին։ Դադարեցրու նայել սխալ տեղ, դադարեցրու նայել անցյալը, դադարեցրու նայել քեզ եւ քո կարծիքին, քո տեսակետներին, նայիր նրան, որ տալիս է ապագան եւ հույսը եւ կյանքն ու օրհնությունը։ Այստեղ նստած յուրաքանչյուրդ Աստծո հզոր գործիքը կարող եք լինել այս աշխարհի համար։ Հավատացողը կասի ամեն։ Ես խնդրում եմ քեզ, մի սպասիր անգամ, որ ես քեզ կոչ անեմ ամեն ասել, դու որսա ես խոսքերը։ Որսա ամեն ասելով, որսա քոնը դարձնելով, որսա ձեռքդ բարձրացնելով ասելով, այո, սա իմն է։ Այո, ես Տիրոջ համար հզոր զենք եմ, հզոր գործիք եմ այս աշխարհը փոխելու եւ այս աշխարհը օրհնելու համար։ Մեկ ուրիշ պատգամ, որ պետք է խոսեի, մտածում եմ խոսեի նորից նույն համարի շուրջ, բայց թողեցի դա, սա էր, որ Աստված խոսեց Ադամին ու Եվային ասելով, աճեցեք, շատացեք ու երկիրը լցրեք։ Այդպես եղավ թե չէ։ Երկիրը լցվեց թե չէ։ Բայց ոչ այնպես, ինչպես որ Աստված ուզում էր, որտեղ երբ որ Աստված ասեց աճեք, շատացեք եւ երկիրը լցրեք, այդ ժամանակ նրանք սուրբ էին եւ անարատ։ Երկրորդ մասը նրանք կարողացան իրագործել, նրանք աճեցին, շատացան եւ երկիրը լցվեցին, բայց ոչ այնպես, ինչպես որ նրանք կային այդ ժամանակ, նրանք սուրբ, այլևս երկիրը սուրբ չի, մաքուր չի եւ անարատ չի։ Երկիրը լցվեց մարդկությունով, բայց ոչ այնպիսի մարդկությունով, ինչպիսին որ էր այդ ժամանակ Ադամն ու Եվան, որ Աստված խոսեց նրանց հետ։ Ուրեմն իմ ու քո համար առաքելություն է դրված։ Աճեցեք, շատացեք եւ երկիրը լցրեք։ Եվ այսօր աճեց, շատացեք եւ երկիրը լցրել է մարդկությունը, բայց ոչ այնպիսին, ինչպիսին որ կային ի սկզբանե, ուրեմն վերադարձրեք։ Որքան հնարավոր է մարդու պատկերը վերադարձրեք ի սկզբանեին, դեպի Աստվածայինը, դեպի մաքուրն ու անարատը։ Այո, նրանք շատացան, մենք շատացանք եւ երկիր լցրեցինք, բայց ոչ Աստծո պատկերով եւ նմանությունով։ Եվ այսօր ես ու դու առաքելություն ունենք ապրելու այդպես, անելու այնպես, որ մարդիկ կարողանան դառնալ դեպի Աստծուն եւ մարդու ոչ թե միայն շատանանք եւ երկիր լցնենք, այլ էությունը փոխվի։
Նայենք Աստծուն եւ նրա բնությունը հասկանանք, նա բարիք ունի ինձ համար։ Չհամակերպվեմ չարիքի հետ, չհամակերպվեմ անհուսության հետ, այլ նայեմ, որ նա բարիք ունի ինձ համար։ Եվ վերջի բանը եւ կաղոթենք։ Նայիր ապագային, բայց նայիր հավատքով։ Նայիր ապագային, բայց նայիր հավատքով։ Եվ նրա ձեռագիրը էսպիսին է, Աստծո ձեռագիրը էսպիսին է։ Մենք մեր ձեռագիրը էսպիսին է։ Դե տենանք ինչ կլինի։ Դե տենանք այսինչ բանը ինչպես կստացվի, դրանից հետո էլ եթե սա այսպես ստացվեց, եթե օրինակի համար ես կարողացա գումար աշխատեմ մինչև $1000 կամ չգիտեմ $1500, ուրեմն կկարողանամ վարկ վերցնել, տուն գնել եւ այլն եւ այլն։ Այսինքն մեր պլանները այսպեսին են, որը նորմալ է։ Իդեպ ասեմ, պլանավորելը ճիշտ է։ Հա? Կյանքը, ծառայությունը, գործունեությունը պլանավորելը ճիշտ է։ Հա? Բայց հանձնել Աստծուն պլանները։ Իսկ եթե մեկը կա, որ կարող ասի դե չէ, տենենք Աստված ոնց ինչպես կասի, նայեք, այս վերևի համար, սա թեմայից դուրս եմ ասում, վերևի համարում ասում է Աստծո խոսքը, որ Աստված ծրագիր ունի մեր կյանքերի համար։ Ու մենք ումից ենք սովորում ծրագրավորել Աստծուց։ Եթե Աստված ծրագրավորել է, եթե Աստված պլանավորել է մեր կյանքը, ուրեմն ինքը ուզում է, որ մենք իրան նմանվենք, մենք էլ պլանավորենք մեր կյանքը, որքան Աստծուն մոտ կլինենք, որքան մենք Աստծուն հասկացած կլինենք, որքան այս խոսքով մենք լցված կլինենք, այսինքն Աստծուն ինչքան մոտիկ լինենք, մեր պլանավորածն էլ աստվածային կլինի։ Դրա համար պլանավորելը եւ պլաններ կազմելը լավ է։ Ամեն ինչ ինքնահոսին եւ սուպեր հոգեվոր լինելով դե Տերը տեսնենք ինչպես եւ ոնց։ Տերը միշտ էլ ասում եւ առաջնորդում է նրանց, որ բաց են եւ նրանք ովքեր որ ցանկություն են լսալ, բայց դու աստվածահաճո կերպով պլանավորիր քո կյանքն ու ընթացքը։ Եվ թույլ տուր որ Աստված գործի։ Նայիր ապագան հավատքով։ Եվ նրա ձեռագիրը այսպիսին է։ Օրինակ Եսայիա մարգարեության 61:3 այսպես ասում. Դափնեպսակ։ Դափնեպսակ եմ ուզում տալ նրան մոխրի փոխարեն։ Նայիր ապագան հավատքով եւ նայիր նրա տեսանկյունով, ինչպիսին է Աստված։ Հիմա նայում ենք Աստծո էությունը, Աստծո հասկացողությունը, ինչին հավատանք մենք, ոնց հավատանք, ինչին հավատանք։ Աստված ասում է. դափնեպսակ եմ տալու մոխրի փոխարեն։ Դափնեպսակը գիտենք, չէ՞ ինչ է։ Հաղթողներին, երբ որ գլխին դնում են դափնեպսակը։ Հա, ճիշտ եմ, չէ՞ ասում։ Հա։ Հա, գլխին չեն դնում։ Գլխին էլ են դնում։ Հա։ Հա, լավ։ Հաղթանակի համար պսակ է տրվում։ Դափնի պսակ։ Դափնեպսակ է Աստված ուզում տալ մարդուն։ Յաննային, Լիլիթին, Գագոյին, Արմանին, Անահիտին։ Ուզում է դափնեպսակ տալ։ Ում է ուզում է դափնեպսակ տալ, ով է հավատում։ Օրինակ ես հավատում եմ, որ ինձ ուզում է դափնեպսակ տալ Աստված։ Բայց նայ ուզում մի ուրիշ բան տեսնենք այստեղ։ Աստված ուզում է դափնեպսակ տալ ինչի փոխարեն։ Հաղթանակի փոխարեն իհարկե, սուրբ կյանք ապրելու փոխարեն։ Իհարկե, ճիշտ ապրելու փոխարեն։ Իհարկե, կոկիկ լինելու փոխարեն, մաքուր լինելու համար, ծառայության համար, հովիվ լինելու համար։ Ոչ։ Ես ուզում եմ դափնեպսակ տալ նրանց, ովքեր որ մոխիր ունեն։ Դափնեպսակ մոխրի փոխարեն։ Ես Աստվածս ուզում եմ դափնեպսակ տալ նրան, որ ոչինչ չունի։ Ով էս կյանքում ոչ մի բանի միգուցե չի հասել։ Հաղթանակներ չի ունեցել։ Նրա ունեցածը միգուցե ընդամենը մոխիր է։ Բայց իմ էությունը էսպիսին է։ Ես ուզում եմ, որ դու չհավատաս այնպես, որ դե Տեր ջան, լավը կլինենք, դու էլ լավը կլինես մեր նկատմամբ։ Ես ուզում եմ դու էսպես հավատաս, էսպես ապրես քո կյանքը, որ քո Աստվածը այնպիսին է, որ անգամ մոխրի փոխարեն պատրաստ է քեզ դափնեպսակ տալու։ Չի նայելու քո գործերին եւ իմ գործերին, չի նայելու իմ ու քո արժանինքներին, չի նայելու որևէ բանին։ Նրա կամքը եւ նրա ցանկությունը սա է։ Դու իմն ես եւ դու իմը լինելով ես ուզում եմ քեզ հաղթող բարձրացնել։ Ես ուզում եմ քեզ բարձրացնել եւ դնել ասել դու հաղթող ես։ Դու պսակ ունես ինձանից, դու գովասանք ունես ինձանից։ Ամբողջ աշխարհը քո դեմ կխոսա եւ կասի որ դու անարժան ես, դու վատն ես, դու մեղավոր ես, դու էսպիսին ես։ Եվ ես կկանգնեմ քո կողքին կասեմ դու հաղթող ես, որովհետեւ դու նայեցիր ինձ եւ հավատացիր։ Նայիր ապագային այսպես, որ իմ ապագան, իմ ծրագրերը, իմ պլանները, աստվածային այն ամեն ինչ, որ ես անում եմ, Աստծո ձեռքերի մեջ, նա անգամ այս մոխիրը կարող է փոխել դափնեպսակի, բերկրանքի, ուրախության յուղ, սուքի փոխարեն։ Անգամ եթե ես ունենամ սուքը, ցավը, տառապանքը, բայց նրա էությունը այսպեսին է, ուզում եմ քեզ ուրախություն տալ։ Քո տխրության փոխարեն։ Ես այդպեսին եմ, Աստված ասում է։
Հավատա այսպես ինձ։ Մի հավատա ինձ այսպես, որ ինչ որ մի բան լինում է, ես պատժում եմ, ես քեզանից հեռանում եմ, ես չեմ բարկանում եմ, ես ինձ նայիր հավատքով այսպես, եթե անգամ ցավի միջով էլ անցնես, իմացիր, որ իմ կամքն է եւ հավատա ինձ այսպես, որ ես ուզում եմ քեզ տալ ուրախություն։ Ես ուզում եմ վերցնել քեզանից քո տխրությունը։ Ես ուզում եմ վերցնել քեզանից քո ցավը։ Ես ուզում եմ հեռացնել քեզանից որքան հնարավոր է քո ամոթանքը, վերցնել քեզանից այն գործը, որ ամաչեցնում է քեզ եւ տալ ուրախություն եւ ցնծություն։ Ինձ նայիր այսպես, ինձ հավատա այսպես, ինձ վստահիր այսպես, ինձ աղոթիր այսպես, կյանքդ դասավորիր այսպես, կյանքդ պլանավորիր այսպես, ոչ թե ճղճիմ, ոչ թե տկար, ոչ թե ինչ որ անհավատի կերպով։ Սքի փոխարեն եւ գովաբանության պատմուճան հուսահատ հոգու փոխարեն։ Դե դու հուսահատվեցիր, դրա համար պարտվեցիր։ Դե դու հուսահատվեցիր, հետ քաշվեցիր, դրա համար քո գլխին խփեցին։ Դե դու հուսահատվեցիր, դրա համար քո այդ վիճակից օգտվեցին։ Աստված ասում է. Քո հուսահատության անգամ, քո հուսահատության փոխարեն իմ էությունը այսպեսին է։ Քո հուսահատության փոխարեն գոհաբանության պատմուճան եմ ես ուզում տալ։ Փառքի պատմուճան եմ ես ուզում քեզ տալ։ Ես եմ ուզում քեզ գովել, ես եմ ուզում քեզ փառավորել, ես եմ ուզում ասել, սա իմ որդին է, նայեք, ես հավանել եմ նրան։ Բերեք պատմուճանը։ Բերեք պատմուճանը եւ հագցրեք ում բերենք, ում հագցնենք պատմուճանը։ Նրան, որ անառակ է կոչվում, նրան, որ լքել է քեզ, նրան, որ քո ունեցվածքը պատնել է, նրան, որ խայտարակել է քեզ, այո։ Բերեք պատմուճանը։ Փառքի պատմուճանը, իմ որդու պատկանելության պատմուճանը։ Բերեք թագավորության պատմուճանը եւ հագցրեք իմ որդուն, որովհետեւ նա իմ որդին է։ Այո, նա այսպեսին էր, բայց նա արդեն իմ իշխանության ներքո է։ Հավատա քո Աստծուն այսպես։ Եվ հավատքով նայիր քո Աստծուն հենց այսպես։ Նա տալիս է պատմուճան, փառքի պատմուճան, գոհության պատմուճան, հուսահատության փոխարեն։ Նրանց պետք է կոչեն արդարության բևեկներ, որ Տերը տնկել է իր փառավորության համար փառքեստեր։ Տեր, ես չեմ կարող սկի ինձ փառավորեմ։ Ես չեմ կարող սկի իմ կյանքը այնպես ապրեմ, որ մարդիկ ուրախանան, մարդիկ իսկ դու ասում ես, որ իմ կյանքը քեզ է փառավորելու։ Այո։ Դա մարդու ստեղծագործման կարևորագույն իմաստն է փառավորել Աստծուն։ Մարդու ստեղծման իմաստը փառավորել Աստծուն։ Ուզում եմ, որ դու Աստծուն նայես այս հավատքով։ Նա ինձ ընդունում է եւ ուժ ու կարողություն տալու է, որպեսզի ես իմ կյանքով փառավորեմ նրան։ Նայիր, տես ես նոր բան եմ անում։ Նայիր ինձ, իմ տեսակին։ Ես ճանապարհ կբացեմ ամայի տեղերում եւ գետեր անապատում։ Սա երկրորդ հատվածն էր խոսքի, որի մասին չեմ ուզում խոսալ այսօր։ Բայց դու ինձ նայիր այսպեսին։ Նայիր այսպեսին, որ ես ճանապարհ եմ հարթում ամայի տեղը։ Այնտեղ որտեղ ճանապարհ չկա, դու ասում ես տուպիկ է, փակուղի է, այլևս չեմ կարող, այլևս աննարին է, իսկ Աստված ասում է չանհանգստանաս, չվախենաս, հույսդ չկտրես։ Ես եմ ճանապարհ հարթողը, կարող ես ամեն ասել այս խոսքին։ Իսկ ավելին քեզ ասեմ, անապատը որքան ջուր լցնես, այնքան կկլլի, կխմի։ Ջուրը անապատին չի կարող հարստացնել, ջուրը անապատում կորում է։ Որքան ջուր միևնույն ակնթարթորեն կկորի, որտեղ այդ չորությունը անապատը ինքը ավելի զորավոր է, քան ջուրը։ Իսկ Աստված ասում է. Ես կբացեմ ամայի տեղերում, ես ամայի տեղերում գետերի հորդառատ գետեր կբխեցնեմ անապատում։ Ես կհաղթեմ անապատը։ Իմ ջրերը կհաղթեն անապատը։ Իմ օրհնությունները կհաղթեն քո չորությունները։ Իմ օրհնությունները կհաղթեն քո անհաջողությունները։ Միայն թե նայիր ինձ, որովհետև ես նոր բան եմ ուզում անել քո կյանքում։ Թեմայից դուրս ընդամենը մի բան կասեմ մեկ ուրիշ պատգամից։ Եթե ուզում ես Աստված նոր բաներ անել քո կյանքի մեջ, որքան կարաս վկայիր մարդկանց Աստծո խոսքը։ Որքան կարող ես քո ամենադժվար, եկեղեցու ամենադժվար, քո կյանքի ամենադժվար ժամանակներում վկայիր մարդկանց Աստծո խոսքը։ Ամեն իրավիճակում վկայիր մարդկանց Աստծո խոսքը։
Հատուկ դուրս արի քո կյանքի քո օրվա ընթացքում մի քանի րոպեներ քայլիր փողոցում, որևէ բուկլետ վերցրու եկեղեցուց ու մեկին նվիրիր, երկուսին նվիրիր, հինգին նվիրիր, կամ չգիտեմ, խոսք ասա, ինչ կուզես ասա, ոնց կուզես արա, բայց վկայիր Աստծո խոսքը։ Ինչ իրավիճակում ուզում ես եղիր, որքան պարտված իրավիճակում ուզում ես եղիր, հաղթությունը հենց դրա մեջ է, դու Աստծուն տեսնում ես հենց այդպես, քո հավատքը դրսևորում ես այդպես, միևնույն է, ես հաղթող եմ, որովհետև ես անում եմ նրա կամքը եւ փառավորում եմ նրան։ Հրավիրում եմ ոտքի կանգնենք։